Ասացիք շագանակագեղձի ադենոմայի դեպքում միակ արմատական բուժումը դա վիրահատությունն է։ Ունենք որևէ նորարար մեթոդ այս առումով։ Կան տարբեր տեսակի վիրահատական միջոցներ։ Ամենաավանդականը դա շագանակագեղձի տուր կոչվածն է, ներմիզուկային մասնահատումն է, որը գրեթե բոլոր տղամարդիկ լսել են։ Տուր են արել, տուր արեցինք, հա։ Ավելի մեծ գեղձերի դեպքում, երբ որ լինում է, որ ահռելի մեծ գեղձեր են լինում, հիվանդին առաջարկվում էր բաց վիրահատություն, այսինքն բաց տարբերակով կտրվածքով էինք վիրահատում, որովհետև այս տուրի պարագայում կտրվածք չկա։ Ինչպես նաև լապարասկոպիկ էր առաջարկում վիրահատությունները, բայց վերջի մի քանի տարիներին, կարելի ասել վերջի 10 տարում ավելի զարգանում է լազերային վիրաբուժությունը այս ոլորտում, որը որ հնարավորություն է տալիս ինչպես փոքր, ինչպես միջին, այնպես էլ ամենամեծ գեղձերը լազերային տարբերակով վիրահատել առանց կտրվածքների կամ առանց մեծ կտրվածքների որոշ դեպքերում, հա։ Ինչ ենք անում, եթե տուրի ժամանակ մենք էլեկտրական դանակով մտնում էինք միջուկը ներսից կոպիտ ասած քերում էինք, կտրում էինք, կտոր հեռացնում էինք, լազերային տեխնոլոգիաները թույլ են տալիս, որպեսզի մենք ի սկզբանե մտնենք, եթե պատկերացնենք շագանակագեղձը նարնջի կեղևի եւ միջուկի միջև եւ այդ ադենոման շագանակագեղձի կապսուլայից լազերով ամբողջական անատոմիորեն ամբողջական անջատում ենք, հրում ենք իրեն ընկնում միզապարկի խորոջ եւ իրեն հատուկ դանակի միջոցով աղում ենք եւ մաքրում ենք։ Սա ամենաանատոմիականն է, որտեղ այստեղ հավելյալ հյուսվածքներ չեն մնում շագանակագեղձի կապսուլայում, կրկնման ռիսկերը մինիմալի են հասնում եւ միզարձակման էֆեկտները շատ լավ են լինում, լավագույնն են լինում միզարձակման հետագա էֆեկտները։ Եվ հիվանդը շատ կարճ ժամանակում է վերականգնվում, հիմնականում 1 օր, 2 օր հետո գնում է տուն առանց կաթետրի։ Էլի լապարասկոպիկ եղանակով ենք անում։ Սա էնդոսկոպիկ է կոչվում։ Եթե լապարասկոպիան պահանջում է, որ պետքա որովայնի առաջնային պատին 2-3 փոքր կտրվածք լինի, այս դեպքում ոչ մի կտրվածք չի լինում։ Այս դեպքում բնական միզուղիներով, միզուկով, գործիքով, կամերայով մտնում ենք, լազերով մտնում ենք կապսուլայի եւ ադենոմայի միջև եւ սկսում ենք լազերային էներգիայով անջատել եւ նաեւ արյունոտար անոթները այդ ընթացքում լազերը փակում է, ունենում ենք քիչ արյունահոսություն, անգամ մեծ գեղձերի պարագայում, ամբողջական անատոմիորեն աճած այդ բաղօրակ հյուսվածքը հեռացնում ենք եւ կարճ ժամանակում հիվանդը սկսում է նորմալ միզել ու իր բնականon կյանքի ռիթմերը ամբողջությամբ ազատում ենք, ոչ ինվազիվ եւ ամենաժամանակակից շագանակագեղձի ադենոմայից ամբողջական ազատում ենք։